Միջոցների կարող եք գնել շարժական գույք, մեքենաներ եւ հենց դրա համար գիտեք ամենաբարենպաստ օրերից մեկը դա մայիսի 27-ն է։ Ինչու, որովհետեւ ամսի 27-ին տեղի է ունենալու նորալուսին։ Նորալուսինը երկօրյակի կենդանակերպում եւ գիտեք ամենաբարենպաստ նորալուսիններից է, բայց մենք ունենք նորալուսին հունիսի 25-ի մոտակայքում այդ նորալուսինը խեցգետնի կենդանակերպում է լինելու, իսկ այս նորալուսինը երկօրյակի կենդանակերպում, եթե մենք դիտարկում ենք, տեսնում եք, արև արդեն ժամերը անցած են երեկոյան ժամերի նորալուսնից հետո, հենց այդ ժամերին սիրելի հետևորդներ կարող եք զբաղվել նոր գործերով, ամբողջ մոտավորապես 10-15 օր Մերկուրին կգտնվի երկօրյակի կենդանակերպում մինչև ամսի 8-ը, փորձեք կարգավորել գործերը, Լուսինը այսպես լուսամփոփի դեր կկատարի, ինֆորմացիան կվերցնի եւ կգնա առաջ։ Գրանցվեք նոր դասերի, գրանցվեք տեղեկատվության եւ ինֆորմացիայի ստացման, մշակման այդ բոլոր գործընթացներին։ Նոր գործեր սկսեք, գնեք մեքենաներ, փոխադրամիջոցներ, ի վերջո շփումների եւ խոսակցությունների, բանակցությունների համար ամենաբարենպաստ ժամանակահատվածն է։ Եթե ցանկանում եք նոր էջեր բացել, սոցկայքերում, սոցհարթակներում ակտիվ լինել, համախոհների ներգրավել, ապա սիրելի հետևորդներ, իսկ ժամանակն է գնացեք առաջ, ձեր մտադրությունների մասին տեղեկացրեք ձեր համախոհներին, ձեր մտերիմներին, հարևան, բարեկամ, քույր, եղբայր եւ փորձեք ստեղծել մի համակ խումբ եւ որտեղ դուք կարող եք ձեր ապագա պլաններն ու տեսլականը իրականացնել։ Սիրելի հետևորդներ, շատ կարևոր ինֆորմացիայով եմ ցանկանում ձեզ հետ կիսվել, որովհետև մեր հայրենակիցները ցանկանում են վերադառնալ հայրենիք, որոշները ցանկանում են նոր գործեր սկսել, դրա համար փորձեմ ձեզ ներկայացնել ամենակարևոր օրերը, որոնց ընթացքում դուք կարող եք իրականացնել ձեր իսկ գործերը։ Սկսենք ամսի 1-ը, սիրելի հետևորդներ, լուսինը գտնվում է առուծի կենդանակերպում։ Ինչն է կարևոր, առուծը դա երեխաներն են, դա արվեստն է, այստեղ մենք դիտարկում ենք, ահա եթե տեսնում ենք, լուսին Պլուտոն բարդ դիրքավորում կա, բայց ամսի 1-ին արդեն իսկ այդ դիրքավորումը հաղթահարվում է, բայց ուշադիր եղեք, որպեսզի ձեր երեխաները մանավանդ այս